Բարև ձեզ։ Չեխիայի վարչապետը գլոբուս է գնել, որ պարզի, որտեղ է գտնվում Գրենլանդիան։ Երբ պարզել է, համաձայնել է Թրամփի փաստարկներին, թե ինչու է պետք վերցնել աշխարհի ամենամեծ կղզին ամերիկյան դրոշի ներքո։ Այլ կերպ ասած, Գրենլանդիան դառնում է լակմուսի թուղթ միջազգային նորախորժակի, որում Բաքվի մանդատն արդեն ժամկետանց է, ինչպես բարձրագույն բոյերում դարձավ ժամկետանց խորհրդային մասսաների ամենաթունդ օպիումը՝ գիտական կոմունիզմը։ Անգամ խորհրդային դիվանագիտության Ժառանգ Ալիևն է խոստովանում, թե միջազգային հարաբերություններում գերակշռում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի։ Եվ դա ասում է այն Ալիևը, որին Հայաստանի վարչապետի հետ արժանացրել են Զայնեթ կոչվող մարդկային եղբայրության մրցանակին։ Ճիշտ չէր լինի, եթե այդ հուզական վերնագրով մրցանակին արժանացածները նաև ասեին. սրանից հետո որտեղ է բնակվելու մարդկային եղբայրությունը՝ իրավունքի ուժում, թե ուժի իրավունքում։ Կամ սպասեք Գրենլանդիան կպատասխանի այդ հարցին։ Թրամփը մտնում է Գրենլանդիան Նոբելյան մրցանակի մերժումը չներելու վրեժխնդրությամբ, թե սառույցի այդ կտորը քեշ փողով առնելու ցինիկ գործարքով։ Հիշում եք, նույնը եղավ ցարական Ռուսաստանի Ալյասկան վերցնելիս։ Այնպես որ Հայաստանի հնդկական հրթիռներ ձեռք բերելը նվազագույնն է արաբական Զայնեթ մարդկային եղբայրության մրցանակը պաշտպանելու համար։ Եթե իհարկե մեր հակահետախուզությունը չի կասկածում, որ Բաքվի արևմտյան Ադրբեջան առասպելը Գրենլանդիայի առասպելից ոչնչով չի տարբերվում։ Հաջողություն։